ես երբ որ սկսել եմ խաղալը, սկզբից այդ առաջի տարիները շախմատ այդքան չեմ սիրել։ Հետո բայց երբ որ դառա հայտնի, սկսեցի հաջողություններ ունենալը, արդեն դրա վրա ոնց որ սիրարվում ես, էլի։ Համակարգիչների AI-ի ոլորտ գալուց հետո ոնց որ կրեատիվությունը ավելի քիչացել է ու շատ տեխնիկական է դառել։ Այդ ոնց է ազդում շախմատի վրա։ Դժվար տրվեց այս վերջի հաղթանակը։ Զարմանալի էր 1/8-ը, 1/4-ը, ասենք 1/2-ը դժվար էր, իսկ վերջում արդեն ոնց որ sense ինչ-որ շատ թեթև գնաց։ Մագնուսի դեմ հեշտ չի լինում էլի հաղթանակի հասնելը։ Հետաքրքրասիրությունը մեկ է տաղանդը, շատ մարդկանց մոտ բերում է նրան, որ մի բանի վրա երկար չեն կարողանում մնալ։ Քո մոտ օրինակ ոնց է ստացվում, որ տասնամյակներ շարունակ կարողանում ես քո գործի մեջ շարունակաբար լավը դառնաս։ Փողոցի շախմատի փառատոն ընտրելու ենք 4 հատ բակ, դրսից մարդիկ են շատերը գալու, ցույց տանք էլի իրանց որ շախմատը մեր մոտ այդ բիսեդկային մշակույթը, այնպես բան դրսերը չկա։ 2 օր ենք անելու, Անանդն է գալու, Պոլգարն է գալու։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Լևոն Արոնյանը։ Լևոնին ինձ թվում է ներկայացնելու կարիք չկա։ Լևոնի հետ զրուցել ենք շախմատից, իրանց այդ ճանապարհից, ինչպես է շախմատը փոխվել նոր տեխնոլոգիաների պատճառով եւ մնացել է արդյոք արդիական թե ոչ, երաժշտությունից, գրականությունից, նրա հոբիներից եւ նաեւ ինչ բողոք է պետք ուտել, որպեսզի դառնալ աշխարհի չեմպիոն։ Նես որ բաժանորդագրվեք, սեղմեք լայք ու վայելեք այս էպիզոդը։ Եթե աշխատավարձ ստանում եք Ակբա բանկի միջոցով, ուրեմն ունեք առավելությունների մեծ փաթեթ։ Ակբայով աշխատավարձ ստանալը նշանակում է անվճար քարտեր եւ հատուկ պայմաններով վարկեր։ Այսինքն ոչ միայն փող, այլ իրական արժեք։ Մանրամասները Ակբա.am։ Լեոն ջան, ո՞նց եք։ Շատ լավ, մերսի։ Դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Ո՞նց է կյանքը առանց պոտենցիալի։ Դե ինքը մեկ-մեկ լինում է որ վատ է, մեկ-մեկ լինում է որ լավ է, բայց պոտենցիալը ինքը տենց բան է, գնացող եկող է։ Շնորհավորանքներս այս վերջի Մերսի, հաղթանակների շատ հպարտ էինք, շատ ուրախացել էինք, բոլորը երևի Հայաստանում քննարկում ուրախացել էին, ու այդ կապ չունի ինչ դրոշի տակ եք հաղթել, Շատ մենք մեկը շնորհակալ եմ։ բոլորը շատ հպարտ էինք։ Դժվար էր, դժվար տրվեց այս վերջի հաղթանակը։ Գիտեք, զարմանալի էր։ Ուրեմն այդ 1/8-ը, 1/4-ը, ասենք 1/2-ը դժվար էր, իսկ վերջում արդեն ոնց որ sense ինչ-որ շատ թեթև գնաց, էլի անսպասելիորեն թեթև գնաց։ Հա։ Մագնուսի դեմ տենց հեշտ չի լինում էլի հաղթանակի հասնելը։ Հա, երևի թե արդեն ոնց որ այն հին գնացքները պոտենցիալ չունեցող որ քիչ արագանում են, արդեն դժվար է իրաց դեմ առնելը, երբ թե շատ լավ իրավիճակում էի ու բան, տենց զարմանալիորեն լավ հեշտ հաղթեցի։ Հա։ Հաստեղ բոլորը քննարկում էին այդ թեման։ Մագնուսի հետ բայց շատ եք չէ խաղացել։ Հա։ Երևի թե մի 100 խաղից չեմ հաշվել, բայց շատ կլինի։ Բայց ընդհանուր հաշիվը ինչքան է թե չես։ Ընդհանուր հաշիվը հաշվել։ մեկը գրել էր, չգիտեմ ճիշտ է թե չէ, բայց վերցնենք միայն երկար դասական խաղերը 18-ով 8 է ինքը հաղթում։ Հա։ Հա։ Դե բայց վերջերս ես եմ շատ գրել իրան։ Հա, Մի ես պահ վերջերս հա, դուք եք գրում։ մի պահ այդ նկատի ունեմ դասական շախմատ իր հետ շուտվանից չենք խաղացել։ Բայց այդ դասականն եմ շատ գրել վերջերս, որովհետև մի պահ խայտարակ հաշիվ էր մեր իրար մեջ։ Ճիշտը որ ասեմ, ամոթել է ասել, մեկ-մեկ կլնում էր, ասենք երազում տեսնում էի Մագնուսին ոնց եմ հաղթում, զարթնում էի, ասում էի, «Ա, այսքան կրած դիրք եմ ունեցել այդ մարդու դեմ։ Ո՞նց չեմ կարող իրան հաղթեմ, էլի»։ Շատ դիրքեր եմ իր հետ փչացրել։ Հա։ Հետո մի պահ ոնց որ տես մի բան ոնց որ գնացի հետը հավաքի, պարապեցինք, իրար հետ ժամանակ անցկացրեցինք ու ես սկսեցի իրան ոնց որ հասկանալ մարդկայինով։ Այսինքն խաղի մեջ ստրատեգիայից բացի պետքա դիմացինին որպես մարդ է կարողանաս հասկանես, հա։ Հա, իմ կարծիքով հա։ Ու արդեն ես սկսեցի, ասենք ավելի ես հասկացա իրան ինչը դուր չի գալիս ոնց որ շախմատում։ Մինչև այդ չի կարողանում, տենց իրան դե չգիտեմ, ինքը մի 15 տարեկան էր, մի երկու հատ գրել էի, բայց
Տենց չի կարող գրեի։ Հա։ Հետո հենց այդ հավաքից հետո 4 հատ թե 5 հատ գրեցի անդ մեջ ու տենց արդեն ոնց որ վստահ եմ էլի հետը խաղում։ Հասկացա։ Հետաքրքիր է։ Չնայած այս վերջերս իր ինտերվյուն էին անում ոդկասթից առաջ ու ձեր ինտերվյուներ էին անում, երկուստը մի բան նշեցիք, որ շախմատը նեղացել է։ Հմ։ Այսինքն համակարգիչների AI-ի ոլորտ գալուց հետո ոնց որ կրեատիվությունը ավելի քիչացել է ու շատ տեխնիկական է դառը։ Այդ ոնց է ազդում շախմատի վրա, այդ ի՞նչ է նշանակում, էլի։ Դե դա նշանակում է, որ ուշ թե շուտ թե ուշ մենք պետք է ոնց որ այդ շախմատ 960-ը խաղանք էլի, որը բոլորին դուր է գալի, բայց ուղղակի էս շատ է էլի լինում, ասենք որ ինչ որ չգիտեմ, հին հարմար դիվան ունես տուն, արդեն sense լրիվ մաշել է, արդեն այնտեղ մկներ են մեջ ապրում, բայց չէ ուզում գցես ոնց որ հարմար է։ Հա։ Հիմա 5 շախմատում դասականում այդ խնդիրը կա։ Իսկ շախմատ 960-ը, որը վերցնենք, եթե տենց փիլիսոփայորեն մոտիկանանք, նույն շախմատն է, 960 անգամ ավելի շատ։ Հա։ Քանի որ այդ առաջի շարքի քարերը լրիվ խառնվում է, էլի։ Կարևորը որ փղերը լինեն տարբեր գույների, ոնց որ մի հատ սև դաշտի վրա փիղ մի հատ սպիտակ, ու արքանը լինի երկու նավակի մեջտեղը։ Հա։ Ու վերջ։ Դու ունենում ես ոնց որ մի լրիվ նոր խաղ, դե հիմա շատ առաջադիմել է մեծամասնությունը շախմատիստների ում որ հարցնում ես, իրանք էլ են ասում, դե հին շախմատը մի քիչ դժվար է խաղալ, երբ որ ասենք այդ խաղի հետ ծանոթանում ես։ Հա։ Հասկացա։ Ինտերիերի դիզայնը միայն գեղեցկության մասին չէ, այլ գրագետ մտածված միջավայրերի։ Ըստ վերջին հետազոտության տվյալների, մարդիկ իրենց ժամանակի 90%-ը անց են կացնում փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տանը կամ օրինակ սրճարանում։ Այդ իսկ պատճառով ճիշտ մտածված միջավայրը անմիջական ազդեցություն ունի մեր մտածելակերպի, մեր մտածողության, զգացողությունների եւ ապրելակերպի վրա։ Լավ ճարտարապետության ու դիզայնի շնորհիվ մարդն ավելի արդյունավետ է դառնում, հանգիստ եւ լիարժեք։ Մեր գործընկեր Futurist Architects-ն արդեն 17 տարի է նախագծում է տարածքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, համադրելով էսթետիկան, ֆունկցիոնալությունը եւ մարդու հոգեբանությունը։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Իսկ 97 թվին, երբ որ Կասպարովը բան արեց առաջի անգամ պարտվեց Հա։ համակարգչին, DeepMind-ներ, չէ, Հա։ IBM-ի։ Հա։ Դրանից հետո շախմատը շատ փոխվեց, չէ, բայց մյուս կողմից է նայում են, որ 97 թվին, երբ որ առաջի անգամ Կասպարովը պարտվեց, շատերը ասում են, որ վերջ շախմատը չի լինելու այլևս, որտեղ համակարգիչները կարող են հաղթեն, բայց այսօր եթե նայում ես շախմատը երևի իր պոպուլարության պիկի վրա է։ Հա։ Ավելի պոպուլյար, ավելի մասսայական խաղադար է։ Ու հետաքրքիր է, որ տեխնոլոգիան, որը կարա մարդուն հաղթի, ոչ թե ոլորտը սպանեց, ավելի պոպուլյար դարձրեց։ Իհարկե, որովհետև ես ոնց եմ դա հասկանում։ Ու իմ գործընկերների հետ միշտ ոնց որ իրար հետ բառավեճ ենք ունենում։ Իրանք ասում են, այս կամ ավելի տենց մարդիկ են կոնսերվատիվ մոտեցումով, էլի։ Ասում են, ես են համակարգիչները եկան, են ոնց որ են մագիան ոնց որ խաղից դուրս եկավ։ Հրաշքը։ Այդ վայ, այնտեղ ինչ որ կախարդական բաներ են անում, չեն հասկանում, ու էլ հետաքրքիր չի։ Ես ասում չէ, ավելի լավ է, քանի որ մարդիկ արդեն հասկանում են ինչա կատարվում։ Ինչի է ինքը հիմա ոնց որ այդ բում ապրում, որտեվ ամեն մի մարդ նայելուց հասկանում է որ քայլն է ճիշտ, որ քայլն է սխալ։ Այսինքն համակարգիչը մեզ օգնում է։ Ցույց է տալի, հա։ Ու եթե ասենք մենք քիչ-քիչ սկսենք մարդկանց սովորացնելը այդ շախմատի 960-ին, դեռ ուրիշ բան ալնելու։ Ուղղակի դեռ ինքը 20 տարի է, որ մրցաշարներ են անցկացվում։ Այս տարի է, որ ասենք այդ որտեղ ես խաղացի Լաս Վեգասում ու այս Հարավային Աֆրիկայում, այդ մրցաշարն է, որ հիմա շատ մեծ հետաքրքրություն ունեցավ շատ ուժեղ շախմատիստների, հա։ Բայց դեռ բաներ կա որ պետք է անենք, էլի։ Հասկացա, ինչ էր։ Գիրք է պետք։
գրքեր է պետք, հետո մի քիչ մարդկանց պետքա երբ որ զրոյից է մարդ այդ խաղը սովորում։ Ասենք ես բանում Լաս Վեգասում մի քանի NBA-ի առաջվա ուժեղ խաղացողներ կային, որոնք շախմատը սովորել էին շախմատ 960-ից։ Մի հատ էլ ասեմ, որ շախմատ 960-ը ունի 3 անուն։ Նույն բանն է, բայց տարբեր անուններով են ասում։ Մեկ ասում է Fischer-ի շախմատ, մյուսը ասում է freestyle շախմատ։ Նույն բան։ Հա։ Ու այդ տղաները զրոյից են սովորել։ Սովորական շախմատ չեն սովորել։ Սովորական շախմատը սկզբից սովորել ինքը բարդ է։ Հա։ Մինչև խաղը սկսում ես հասկանալ, ահագին ժամանակ է պետք։ Չէ, բայց ինչ եմ ուզում ասեմ, առավելությունը ո՞րն է, որ եթե դու սովորում ես, որ խաղերը միշտ տարբեր է, առաջի ոնց որ շարքը միշտ խառնվում է, դու դրան սովորես։ Դու չես մտածում, վայ ոնց պետք է խաղամ, վայ ես քարերը պետք է նենց զարգացնեմ, որ նմանվի սովորական շախմատին։ Դու օրիգինալ ձևով ես խաղում։ Ու այդ տղաները շատ լավ էին խաղում, ես զարմացա։ Ասենք մարդկանց համար, որոնք Իսկ ովքեր էին։ մեկը Rajan Rondon էր։ Հա։ Մեկն էլ բանն էր, Grant Williams-ն էր։ Հա։ Շատ լավ էին խաղում, զարմանալիորեն, էլի։ Հենց Հասկացա։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Դրա համար դրա վրա պետք է աշխատենք, պետք է մի հատ լավ գիրք գրվի, որ կարողանանք սկզբնակներին այդ ոնց որ ուղեղները ավելի շատ կենտրոնանա նոր շախմատի ձևի։ Դա ասենք խաղի էվոլյուցիա է ապրում։ Հա, Բայց դա մեկը մնում է ինքը ինտելեկտուալ խաղ չէ։ նույն խաղն է։ Ուղղակի 960 անգամ ավելի թարմ ու ավելի բարդ։ Իսկ շախմատը կարծիքով ինչի է համարվում ինտելեկտուալ խաղ։ Դե շախմատում, եթե դու ուզում ես հաջողության հասնես, դու չես կարող ուղղակի ինչ-որ մի բանը սովորես, հիշես ու կամ ասենք նույն բանը կրկնես ու հաջողության հասնես։ Դու ամեն անգամ պետք է նոր ինչ-որ ձևեր գտնես։ Հետո իմ հասկանալով շախմատիստ ուժեղ դառնալու համար դու պետք է փիլիսոփայություն լավ իմանաս, հոգեբանություն, որտեվ բաներ կա, որ շատերը տառապում են այդ սովորական կյանքում մարդիկ։ Շախմատիստների մոտ դա ավելի հեշտ է։ Ասեք այս սովորական մարդ ասում է. «Բայ, խի սենց արեցի, խի անցյալում սենց եղավ»։ Շախմատիստների մոտ այդ միտքը դու քեզանից պետք է հեռու պահես, որտեվ դու խաղը խաղացել ես, քայլ արդեն արել ես, միլիոն տարբերակից մեկը այդ պահին ընտրել ես։ ընտրել ես։ Հա։ Արդեն քեզ հետաքրքիր չի անցյալում ինչ մնաց։ Այսինքն այդ decision tree-ն որ կա, որ անընդհատ քո առաջ կա, որ պետք է ընտրես, որ որոշումն ես կայացնելու, կայացնում ես ու արագ առաջ ես գնում։ Որտեվ եթե հետ գնացիր, տանջելու է քեզ, խաղը չի թողելու խաղաս։ Հա, մեր մոտ ախր ասկի մարդու մոտ այնց մտքով չի անցնի, որ հետ ինքը գնա, մտածի խի սենց արեցի, նենց չարեցի։ Արեցիր անցավ, պետք է այս իրավիճակից առաջ գնաս, հա։ Սխալ որոշում կայացրեցիր, բայց դե էսա։ Հա, հետո արդեն պետք է մտածես ոնց անես, որ այդ որոշումը դառնա ճիշտ, կոպիտ ասած։ Փոխը ստրատեգիա։ Այդ բանը Sondheim կոմպոզիտորին շատ եմ սիրում, բանա, ինքը թատրոնի համար երգեր է գրել։ Մի հատ տենց բան ունի, էլի, երգի մեջ, որ ասում է, պետք է առաջ գնաս։ Ասում է move on։ Ասում է the choice may have been wrong, but the choosing was not։ Ընտրությունը կարող է սխալ էր, բայց ընտրելը չէ։ Չէ։ Պետք է ընտրես։ Հա, ու շատ անգամ որ հետ ես նայում փորձում ես անալիզ անես, ասում ես սխալ եմ արել, բայց հետո եթե իրականում այդ հարցի շուրջ փիլիսոփայական խորանում ես, այդ պահի դրությամբ կարող է միակ ճիշտ որոշումը այդ էր։ Ռետրոսպեկտիկը կարող է սխալ, բայց այդ պահին պետք է այդ որոշումը կայացնել։ Հա, всё առաջ գնա։ Դե մենք տենց ենք անում, ասենք խաղը վերջացավ, դու քո սխալները փորձում ես հասկանաս, ինչու եղավ, ու արդեն նոր խաղ ես սկսում։ Հա։ Իսկ դու քանի տարեկանից եք սկսել խաղալ շախմատ։ Ո՞վ ինձ դու ով կարաս դիմաս 9։ 9։ Հա։ Այսինքն ստանդարտներով ահագին ուշ։ Հա։ Դե ես նենց էր, ոնց որ 8-ից 8.5 տարեկան էի, գնացել ենք Պապայիս գյուղը Բելարուսիա։ Այնտեղ ոնց որ քուրս սովորացրեց ինձ,
Երբ որ հետ եկանք Հայաստան, արդեն ծնողներս ասացին ինձ տարեք էլի միտեղ, տարան ինձ Pioneer Պալատ, այդտեղ քայլերը սովորեցի, հետո դե տենց իմ բախտը նենց բերեց, որ անդեղի այդ Pioneer Պալատի ոնց որ այդ խմբակի վարիչը իրա ոնց որ աղջիկը ընկերություններ անում մի հատ ուժեղ խաղացողի հետ։ Իսկ տենց եղավ սովետը փլուզվեց այդ ժամանակ, մինչև ասենք ամառ, բա։ Ու այդ մարզիչը ոնց որ ինքը բան էր, Բաքվից էր, տեղ չուներ Երևան մնալու։ Ծնողներս ասցին արի մեր հետ մնա, մեր տղային էլ կսովորացնես։ Մի անգամից ոնց որ ես ունեցա շատ լավ դասատու։ Թե չէ եթե տենց վերցնես ու տանը։ Հա։ Որտեվ տենց վերցնես 9 տարեկան սկսողները չեն կարող շատ ուժեղ լինեն, էլի։ Իմ բախտը դրանով բերեց։ Հա։ Դե իմ օրինակ չգիտեմ, նա մեզ արդեն 4-5 տարեկանում նենց են խաղում երեխեքը։ Հա։ Աշկերը ճակատ ստացել։ Հա, հիմա 12 տարեկան երեխեքը շատ ուժեղ են։ Grossmeister են էլի արդեն։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Բայց մարդկանց ի՞նչն է ստիպում շախմատ մտնել ու տենց խորանալ։ Հիմա էլի այդ քանակությամբ մարդիկ խաղում են այդ փոքր տարիքից ու նման օրինակ ի՞նչն է շատ զարմացնում նվիրվածությամբ, dedication-ով էլի։ Հա։ Դե ինքը առաջինը Ասիան է, որ էդի, ասենք Հնդկաստանը, Ուզբեկիստանը, Ղազախստանը, այդ երկրներում շատ է հիմա զարգացած շախմատը։ Ոնց որ շախմատը մի ժամանակ Ռուսաստանում էր, Ռուսաստանից ինքը գնաց։ Քանի որ դե շախմատը տենց էր զարգանում, որովհետև մեծ դեր ունեին ոնց որ հрьяաները սովետում։ Հա։ Երբ որ սովետը լքեցին հрьяաները, իրանք գնացին Ամերիկա, Իսրայել։ Այն երկրները, որտեղ ասենք ֆինանսական տենց կարաս դու շախմատիստ լինես, բայց տենց չի էլի, որ շախմատիստ լինելով դու չգիտեմ, ինժեներից շատ գումար ես վաստակելու։ Հա։ Ոնց էր, Եթե top չես, ամեն հա, համակությամբ դեռ չես կարող ապրես։ ու ոնց որ այդ շախմատային պատմությունը Ռուսաստանում քիչացավ, բայց Հնդկաստանում այս բանին հենց է իրավիճակը, որ շախմատիստը շատ ավելի լավ կյանք կարա վայելի, քան թե ինչ-որ բժիշկը։ Հա, դրա համար Հնդկաստանից այդքան շատ խաղացող կա։ Հա։ Այդ երկրներից է էլի հիմա։ Մինչև այդ երկրներն էլ ասեն զարգանան, դառնան ֆինանսապես հարուստ, կամ էլ մեր խաղը այդքան հնարավորություն տա, որ մարդիկ ընտրեն ինժեներ դառնան, թե շախմատիստ։ Հա։ Հա։ Իսկ մեր Հայաստանի ֆենոմենը որն էր։ Երևի թե նույնն է, որ Հայաստանում էլ եթե դու ինչ որ ուրիշ կարիերայի ընտրություն անեիր, տենց չի որ ապահով կյանք կարայր վայելել, իսկ շախմատով դու կարաս, ասենք, ըսկի մարզիչներն են մեր մոտ լավ ապրում։ Հա։ Էտա։ Ու հետո մեր մոտ այդ բանը կա, սերը խաղերի։ Հիմա գնում ես ինչ որ գյուղ, մարդիկ կամ նարդի են խաղում, կամ չգիտեմ, բլոտ են խաղում, կամ շախմատ։ Սկսել են շախմատը խաղան։ Հա։ Այսինքն բիսեդկեքում արդեն տեսնում ես, որ մարդիկ շախմատ են խաղում։ Որը շատ հետաքրքիր է։ Խաղ սիրող մարդիկ են, էլի։ Իսկ մեր մոտ շախմատի դպրոցը սովետական միությունից էր, չի գա, օրինակ շախմատում սովետական դպրոցը շատ երկար տարիներ դոմինանտ է, չէ՞ եղես Մեր մոտ ոնց էր, հա, իհարկե։ Մեր մոտ ոնց որ եղել է այդ Երևանի դպրոցը, բայց շատը մեր մոտ ոնց որ իմ սերունդը այդ Բաքվի դպրոցն է։ Երբ որ ասենք այդ շարժումից հետո տարբեր համագանքների պատճառով հայերը լքեցին Ադրբեջանը,
եկան Հայաստան ու այստեղ ոնց որ այդ գիտելիքները, որոնք կար, զարգացրեցին, որովհետև Բաքուն ինքը միշտ ոնց է եղել, միջազգային քաղաք է եղել։ Այնտեղ ապրել են, չգիտեմ, շատ տարբեր ազգեր, իսկ այդ միշտ ավելացնում է, էլի գիտելիքները, Հա, մոտեցումները։ Դրա համար մեր Երևանի, ասենք, մեր սերունդը, իմ սերունդը ու մի քիչ հետո եկող երեխաների, ասենք, չգիտեմ, ինձնից որոնք մի 5 տարի փոքր են, էլի նույն ավելի տակտիկական ոչն է։ Մեր մոտ Հայաստանում sense ավելի sense պապական են, երկար նարդի պես են շախմատը խաղում, հանգիստ Պետրոսյանի ոճով։ հա։ Իսկ իմ սերունդը sense ավելի ավանտյուր ոճով խաղացողն է։ Իսկ քեզ ով էր ոգի շնչում, երբ որ փոքր էիր ու ուզում էիր պրոֆեսիոնալ դառնաս շախմատիստներից։ Դե ժամանակ իհարկե Կասպարովը։ Կասպարովը։ Հա։ Ոնց նայում էինք միշտ ոնց որ տենում էինք, հիանում էինք, էլի ոնց կարա մեկը այդքան ուժեղ լինի։ Ու հետո որ իր մարզիչները շատերը հայ էին, դե ինքն էլ ակիսով հայ, տենց ոնց որ մեր վրա ազդում էր դա։ Հա, այդ բանն է, չէ՞, ֆիլմերի վերջում որ հայկական ազգանով մարդ էին մարդ։ Այդ վիճակն է։ Հա, Կասպարովը դեր լեգենդար դեմքեր։ Ո՞ս վերջերս իր ինտերվյուն էին անում, հետաքրքիր որ ասեց ինձ Բաքվից շատ են հրավիրել։ Հա։ Բայց ասեց ես հետ կգնամ այն ժամանակ, երբ որ մնացած հայերն է կարողանան դե հետ գնան։ Հա։ Այտենց որպես հայ հաճելի էր այդ լսել էլի։ Հա։ Չէ, ինքը ոնց որ այդ թեմայով հիմա ավելի բաց է խոսում։ Հա։ Մի ժամանակ իր համար ոնց որ ասեմ, չգիտեմ, կարող է ինքը ավելի շատ իրան բան էր զգում, միջազգային մարդ էր զգում։ Բայց տարիքով միշտ էլ կոնա առնում է։ Ազգային։ Հետաքրքիր է որ տարիքի հետ մարդիկ ավելի չգիտեմ դեպի արմատներն են գնում կամ ավելի հայրենասեր են դառնում, դժվար է ասել։ Իսկ որ տարիքում հասկացա որ ուզում ես պրոֆեսիոնալ զբաղվես շախմատով ու հասկացա որ դա կարա քո ապագան դառնա։ Դե կյանքը ոնց որ մի քիչ ուրիշ էր։ Ես ոնց որ երբ որ մեծանում էի, լավ հայերեն չէի խոսում։ Պապաս Բելարուսիայից է։ Ու տենց ոնց որ տունա ռուսերեն էինք միշտ խոսում, էլի։ Ու երբ որ այդ բանը փոխվավ, 91-ին ոնց որ անկախ ցանկ, ռուսական դպրոցները փոխեցին հայերեն, չէ։ Ես դե գնացի մի քանի անգամ, ասենք չգիտեմ, ասեմ մի քանի անգամ, մի քանի ամիս կյաժ էի, բան, այնտեղ լավ չի խոսում, ամեն օր կռիվ էի անում։ Դե որտեվ ես բան եմ, էլի։ Չեմ կարող ասեմ, որ կռվարար եմ, բայց կյանքում այն մարդկանցից չեմ, էլի, որ մեկը գա ինձ մի բան ասի, ես սուս մնամ։ Հա։ Ոտենց միշտ հետո ծնողներս դե քանի որ այդ մարզիչից պահը եղավ մելիքի ու տենց իրար հետ մնացինք արդեն ծնողներս էլ ասցին լավ արի դու շախմատ խաղա տեսնենք ինչ ա լինում տենց արդեն ամեն օր դպրոցի տեղը տունը պարապում էինք շախմատ արդեն տենց հարց չկար էլի վայ ես չգիտեմ ես եմ ուզում դառնամ մեն եմ ուզում դառնամ գիտեի որ ասենք ընտրությունը ինքը իրանով եկավ հա դե հա 9 տարեկան էի ծնողներս ասցին խաղալիքներ հավաքի խաղալիքներս հավաքեցի գնացինք ինչ որ պապան տարավ չգիտեմ ինչ հարևանների մոտ որ ասկի չենք ճանաչում ուրիշ մի 3 շենք հեռու հա ասեց այս խաղալիքները տես երեխան պետք է տաս հենց տվեցինք վերջացավ արդեն շախմատներ սկսվեց լուրջ կյանք հա մանկությունը մերոն պրծավ էլի հա հետաքրքիր է իսկ եթե ծնողներդ դեն չանեն քո կարծիքով կարողանար դառնալ պրոֆեսիոնալ ախր այն ժամանակ տենց էր որ պետք է դառնայի պրոֆեսիոնալ որտեղ ընտանիքիս ոնց որ ապագան էր դրա հետ կախված դե պապաս ֆիզիկոս է լազերային բայց այն ժամանակ իրանց ոնց որ այդ հիմնարկը փակեցին հա այդ մարդիկ մեծ ամասություն առանց գործ մնացին հա դե ասենք բանում իրանց լաբորատորիայում ադիբուդի էին պատրաստում դες հասկանում եմ դա ավելի կարևոր է Պապան այդպես պատմություններ ունի ինքն է ինժեներ էր հա
Մեկն է պատմություն դրանք իրանց զավոդի հետ ինչ էր կատարվում։ Դե մամաս էլ էլի տենց ոնց որ մամաս բանա պայթուցումների մասնագետ է, ինժեներ է։ Ոնց էր իրանց մոտ էլ տենց շատ աշխատանք չկար։ Հա։ Տենց մաման ասեց լավ, մամաս տենց բայևիկ մամա է։ Ոնց որ փոքր տարիքում ինձ վերցնում էր, գնում էինք ինչ որ, չգիտեմ, քաղաքապետարան, մեր ասենք դե ես 7-րդ մասիվից եմ, մեր ասենք այդ մասիվի ոնց որ այդ չգիտեմ, էլի պետական ստրուկտուրաներ, կամ ինչ որ իմանում էր, որ ես մեկը հարուստ է։ Այդտենց ինձ տանում էր, բա այս երեխուն տեր կայնեք, այս երեխան տաղանդավոր է։ Դες չէր որ չգիտեմ ինչ տաղանդեի, բայց մաման որ sense շատ էր ինձ վստահում, ու sense շատ էր առաջ վրդում։ Ես էլ տենց լավ մարզիչ ունենալով լավ էի խաղում էլի։ Հետո այդ ժամանակ ոնց որ Մելիքը Խաչյան Մելիքն էր էլի տղեն մարզիչս։ Ինքը Կասպարովի մարզիչի աշակերտն էր, Շակարովի, Ալեքսանդր Շակարովն էր Կասպարովի մարզիչը, ու տենց բոլոր հայերին օգնում էր էլի ինքը։ Հա։ Տենց Մելիքը կապերով կարողացավ ինձ տանել բան։ Պադոլսկ մի հատ հավաք կար Կասպարովի դպրոցի։ Տարավ այնտեղ ինձ հայտնի մարզիչներ տեսան ու ասեցին, այս երեխան շատ համեստ է, բարի է։ Պետք է իրան մի քիչ գազան մեծացնենք։ Ու հենց փոքր տարիքում ասենք տենց էին մեծացնում, որ ես մեծամիտ լինեմ, բան լինեմ, տենց երեխեքին ջղայնացնեմ։ Ու դրա համար տենց էր լինում, որ ես ասենք ես գալիս էի խաղի տեղը, շատ տենց ագրեսիվ էի խաղում, դա լավ էր էլի, որտեվ իմ դեմ լրիվ ուրիշ ծևի էին հավաքվում։ Ես դրա հաշվին ուժեղանում էի էլի։ Հետաքրքիր տարիներ էր իրականում շատ։ Հետաքրքիր է։ Բայց դե մենակ այդ բավարար է աշխարհում լավագույնների մեջ ըմնելու։ Չէ, իհարկե։ Չէ, դե հետո մի պահ եղավ իմ մոտ ասենք սկսեց այդ ին վրա ազդել։ Երբ որ Բացական առումով։ Հա, երբ որ գիտես, որ դու քո ընտանիքի ոնց որ ամեն ինչը քեզնից է կախված, ասենք գալիս է վերջի խաղերին, այն ոնց են ասում անգլերենով clutch։ Հա, հայերեն չեմ կարող ասել։ Հա, clutch ժամանակը ոնց որ վերջի պահն է, թեժ պահն է, որ պետքա դու արդեն հաջողության հասնես, ես սկսում էի ասենք sense ռիզիկավարի խաղալ, որտեղ արդեն վախենում էի։ Գալիս է ոչ ոքի է անում, մեկ էլ ասենք կարողանանք ինչ որ այս ամիսն էլ ելա տանենք էլի։ Հա։ Ասինքն եթե պարտվեր ոչ մի բան, եթե հարցվեր ավելի շատ կներ, բայց ոչ ոքին գոնե ապահոված ինչ որ գումար էր։ Հա, էլի, հա։ Ու երբ որ արդեն տենց մենք 2001-ին տեղափոխվեցին Գերմանիա, դե ծնողները շուտվանից էին ուզում տեղափոխվեին։ Դրա համար որովհետև դե դժվար էր Հայաստանում շատ կյանքը, 90-ականներին Շատ առանց աշխատանք։ Պապաս հրեա է, ու ասենք իր ընտանիքը ոնց որ 90%-ին ոնց որ վերացրել են գերմանացիք, ու Գերմանիան ընդունում էր այդ։ Ու դրա համար թղթերը ոնց որ մերոնք տվեցին 90-ականներ, 96-ներ, 7-ներ, որ տեղափոխվենք։ 2001-ի ձմեռը եկավ։ Հա։ 2001-ի ձմեռը տեղափոխվեցինք, ու արդեն իմ մոտ ես մինչև այդ ասենք սպոնսորներս արդեն մարզիչներս էլ ուրիշները ասեն ձեռ են քաշել, մտածում են ես էլ արդեն ուժեղ չեմ լինի, դե արդեն 20 տարեկան եմ։ Հա։ Բայց ես նոր եմ ոնց որ հանգիստ շնչում։ Հա, այդ ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատվել ես։ Գնացքով իմ համար նստում եմ գնացք, գնում եմ, չգիտեմ, Գերմանիայից գնում եմ, չգիտեմ, Հոլանդիա, Շվեյցարիա։ գնում եմ, ասենք, այնտեղ Դանիա, Գերմանիայի մրցաշարն եմ խաղում, Ֆրանսիայի մրցաշարն եմ խաղում, ծախսում եմ, ասենք, փոքր գումարներ, այն ժամանակ այդ խնդիրն էլ կար, էլի։ Հայաստանից միտեղ թռնելը $500 արդեն դրանից քիչ չկար։ Մինիմում տոմսը 500 էր, հա։ Հա։ Ոսենց գնացքով գնում եմ իմ համար հանգիստ, ոչ մաման ազանգում ասում հավաքի քեզ։ Գիտեմ, ինչ էլ խաղամ, այդ գումարը մերոնք ստանալու են։ Ամսական, որով ասենք կարաս հանգիստ ապրես։
ու այդ ժամանակ սկսեցի իրար հետևից արդեն սա տենց հաջողություններ ունենալ։ հաղթել։ Այդ տեսանկյունից չի կարող պատկերացնել։ Բայց դու այն քիչ մարդկանցից ես, որ Հայաստանում ծնվել ու մեծացել ու ինչ որ բանում աշխարհում լավագույնների մեջ է։ Հմ։ Չգիտեմ, մի մատիտ մի ձեռիդ վրա կարաս հաշվես այդ մարդկանց էլի ու այդ տեսանկյունից չես մտածել ես, այդ ինչ որ պատասխանատվություն կամ դնում ա քո վրա, որ դու հասկանում ես, որ չգիտեմ, ինչ որ փոքր ազգի են ամենակիչ մարդկանցից ես, որ մի ոլորտում աշխարհում իրոք լավագույնն է։ Դե ես իմ համար դա ոնց որ ես հասկանում եմ իմ դերը։ Ես հասկանում եմ, որ դու պետքա քո ազգին ոգևորես։ Ես տենց գլոբալիստական մտքեր չունեմ, բոլորը նույնն ասեն, ես մտածում եմ առաջինը մեր ազգի համար, որովհետև հա, կիսով հրեա եմ, կիսով հայ, բայց գիտեմ, որ հրեա ազգը իմ կարիքը չունի։ Հետո գիտեմ, որ ես կարամ ոգևորեմ հայերին։ Դա համար ինչքան կարողանում ենք, դա անում ենք, էլի։ Մի անգամ տենց ազնվորի հետ երկու անգամ ոնց որ հանդիպել, ժամանակ անցկացրել, ինքն ասում էր, մի անգամ ասեց, եթե կարաս, որտեղ գնում ես, հայերին փնտրի։ Ասում եմ, քո համար կարող է, չգիտեմ, 2 ժամ ինչ որ քեզ դիսկոմֆորտ զգաս, բայց այդ մարդկանց համար դու ոնց որ շունչ ես տալիս։ Ոգևորում ես իրանք լավ են զգում օտար տեղում, հետո եթե կարողանում են քեզ ինչ որ հարց տան, մի նոր բան քեզանից սովորեն, դա մեծ բան է, էլի, հիշում եմ։ Հետաքրքիր է։ Ես ավելի շատ այս բիոլոգիայով եմ մոտիկանում այդ ամեն ինչին։ Կարծում եմ միջատները պետք է իրանց հարազատներին, հա, բա ոնց, իրանց օգնեն։ Հետ հնարավորություն է տալիս ամենաթոփ մարդկանց հետ էլ կարողանաս շփվես, էլի։ Հա, իհարկե։ Հետ էլ է երևի ինչ որ առումով կյանքի որակ փոխում։ Հա, իմ համար դա հրաշք է, ասենք ես Երևանում շատ լավ ընկերներ ունեմ, կամ Ամերիկայում այն մարդկանց հետ ես հանդիպում, ոնց որ որոնց մասին կարդացել ես, որոնցից շատ բան ունես սովորելու։ Հա։ Դերսա։ Իսկ քո համար top 5 շախմատիստները ովքեր են։ Դե իմ համար առաջինը Մագնուսն է, Հա։ որովհետև իր հաջողությունները ու իր ոնց որ ամբողջ ֆորմատներում ուժը ոչ մեկ չի ունեցել։ Չեմ կարող ասեմ, որ սիրածը շախմատիստն է։ 5-ի մեջ չի մտնի իմ սիրած շախմատիստների։ Հա։ Բայց ես ասում եմ որպես ուժեղագույն։ Հա։ Հետո Կասպարովն է, որովհետև Կասպարովը հաստատ 5-ի մեջ կմտնի իմ սիրած շախմատիստների։ Շատ sense համով շախմատ է, էլի խաղացը։ Հետո կլինի դե Ֆիշերը, որովհետև դե իսկականից ֆենոմենալ սպորտային բան էր, հետո Ֆիշերը մշակույթով էլի ինքը տենց բան արել, որ մինչև իրա չեն կարողացել անել։ Ինքը շախմատին ստիպելա մարդիկ լուրջ վերաբերվեն։ Ստիպելա, ասենք, գումարները շատացնեն, ստիպելա, ասենք, չգիտեմ, պայմանները լավացնեն շախմատիստների համար։ Իսկականից մեծ բան է։ Հետո պետքա լինի, որ Կարպովը ուժով։ Կարպովն էլ որովհետև ինքը ոնց որ դե Ֆիշերը իր հետ չխաղաց թարգեց, բայց ինքը դրանից հետո սկսեց նենց դոմինացիա անել, որ շատերը հասկացան, որ ինքը Ֆիշերին երեսը կհաղթեր։ Երկար տարիներ իր այդ ունիկալ ոճով, ոնց որ Պետրոսյանի այդ կամած sense սարդի բնույթով խաղը ու Սմիսլովի այտենց պարզ մաքուր խաղը ինքը կարողացավ sense իրար խառնի Կապաբլանկայի այտենց հանճար զգալը դիրքերի ոնց որ ինքը վերցեց այդ դասական որ մարդիկ գիտեին այդ աքսիոմաները բաները ու այտենց կամած խաղը ինքը էդի դարձրեց ոնց որ լրիվ իրան է էլի իրապես այտենց խորը խաղացող քիչ է եղել ու 5-րդը երևի թե Անանդը կլինի որովհետև դե էլի շատ ֆորմատներով
հաղթել է ու շատ ուժեղ է էլի միշտ խաղացել։ Տենց ես ասենք իր հետ խաղացել եմ արդեն ինքը մի քիչ մտածում է արդեն սպադի վրա է, Հա։ տենց իջնում է ու տենց ստացեց որ առաջի 6 ոնց որ այդ արդյունքային խաղերը ես եմ կրել 6-0 էր մեր մեջ ու ես մտածում եմ հա դե անանդն է էլի ու ես տեսա ասենք ինքը 40 տարեկանում սկսեց փոխվել է դեռ ուրիշ մարդ դարավ իսկ եթե չես կարա չհարգես մարդը իր ոնց որ արդեն որ դու սովոր ես հա այս մարդն է ասենց է այս իրա ոչն է այս կարողանի այս չի կարողանի մեկ էլ դեռ ուրիշ մարդ է գալի քո դեմ դրա համար ինքը իմ համար 5-րդն է Հասկացա։ Իսկ քո մոտ ոնց այդ տրայեկտորիան եղավ, որտեվ մի պահ ոնց որ այդ չեմպիոնական տիտղոսները իրար հետևից գնում էին սաղ աշխարհը քո մասին էր խոսում, հետո մի պահ սկսեց մի քիչ անկում ապրի ու ելի մի հատ տենց քո ասած դանդաղ գնաց թափը հավաքեց ու ելի սկսեցիր հաղթես։ Այդ ոնց ինչի հետ է կապված, էլի շատ հետաքրքիր է։ Դե իմ մոտ ոնց որ ուշ սկսեց, էլի ոնց որ այդ ոնց որ վառ ժամանակը իմ մոտ, Հա, 22-ում ու մարդիկ ոնց որ տենց ինչ նորմալ չէին ճանաչում ու դրա հաշվին որ ես միշտ ոնց որ տենց գիտելիքներ շատ ա եղել, կարողացել եմ օրիգինալ խաղամ, էլի։ Ֆանտազիաս ամեն ինչը տեղն է։ Դրա հաշվին եմ ես միշտ էլի հաջողության հասել, բայց ես մի բան տենց ոնց ասեմ հստակ ինչ որ ոչ կամ հստակ ասենք տեխնիկա չեմ ունեցել։ այսինքն եթե ուրիշի անունով on-line խաղաս, չեն կարող չիմանան որ դու ես։ Կարողա չեն իմանա, հա։ Կարող է իմանան, որտեվ Մագնուսը ասում էր, որ ես խաղում եմ, սկսեցին պալի տանի, որ ես եմ։ ինձ էլ կանեն երևի թե, որտեվ միշտ սիրում եմ ասենք ինչ որ հետաքրքիր բաներ անել պայտակ, բայց ոնց որ իմ կարիերան ինքը ասենց մի քիչ տարօրինակ է, շախմատս էլ է տենց։ Պայտակ ասում կարամ ասենք շատ լավ խաղամ, պայտակ ինչ որ կարա չստացվի։ Բայց իմ մոտ մի բան կա, որը ես միշտ դրա համար պայքարել եմ ու այդ միշտ իմ մեջ փորձել եմ զարգացնեմ, այդ որ միշտ ես փորձում եմ հետ գամ։ Այդ ինչ է նշանակում։ Ոնց ասեմ, comeback Հա։ այդ իմ մեջ միշտ զարգացած այդ սպորտայինը, որ ես թույլ չտամ, ասենք, հա, անհաջողությունները ինձ կոտրեն։ Ու տեն շատ է եղել, եթե կարիերաս նայես, պայտակ, հա, արդեն մարդիկ կարծում են, Հա, դրա համար այդ հարցը հա, ծվեց էլի։ բայց իմ մոտ միշտ դա կա, Այդ մի զարգացում։ comeback-ները քո մոտ միշտ կա։ Հա, Երբ որ չեն սպասում, մեկ էլ Լեոնը գալիս է։ հա։ Ու դա սովորել եմ Կարշնոյից, որի հետ շատ եմ խոսացել։ Եթե լիներ մեր top 6-ը, ոչ top 5-ը, top 6 Կարշնոյը կլներ այդտեղ հաստատ։ Հա։ Որտեվ ինքն էլ եղել է մի մարդ, որը ասենք 40 տարեկանում մեկ էլ ոչը փոխել է նորից։ Ուղղակի ինքը չեմպիոն չի դարել։ Հմ։ Բայց էլի շատ տարօրինակ մոտեցումներով շախմատիստ է եղել։ Ես երևի թե ավելի օրիգինալ եմ, կարող է ավելի խորն եմ, բայց իրանից իհարկե շատ բան կա միշտ սովորելու։ Իսկ նշեցիր որ օրիգինալությունը գալիս է մեծ քանակությամբ գիտելիքից, հա։ Հա, փոքրուց շատ գիրք եմ կարդացել, դրա համար ոնց որ այդ Բայց մենակ մասնագիտական թե line spectrum։ ամեն ինչ։ Ամեն ինչ։ Ես հետո շատ մի բան ունեմ, որը իսկականից ես կարծում եմ, որ կարող է ունիկալ է, որ շատ հետաքրքրասեր եմ ամեն ինչով։ Հա։ Ու շախմատում էլ այդ միշտ եղել էլի։ Միշտ փորձել եմ մի նոր բան սովորեմ, միշտ ձգտել եմ նոր ոնց որ մոտեցումներ ունենամ։ Բայց հետաքրքրասիրությունը մեկ է տաղանդ է սովորաբար նու չասեմ սովորաբար, բայց շատ մարդկանց մոտ բերում է նրան, որ մի բանի վրա երկար չեն կարողանում մնան։ Քո մոտ օրինակ ոնց է ստացվում, որ անընդհատ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ կարողանում ես քո գործի մեջ շարունակաբար լավը դառնաս։ Էս են պատմությունն է, էլի են Բերնար Շոուի հետ է եղել, թե ում հետ է եղել, որ ասում է գնացել է Ֆրանսիա, ինչ-որ մի հատ գրող է եղել, ու այս գրողի հետ
նստել են խոսացել են, այս գրողը ասում է, գիտեք ինչ, ինձ 30 ոնց որ 30 տարի է գրում եմ, բայց ձեր պես գրող իսկականից չեմ տեսելի, հրաշք եք, բայց տենց էլ ասում է ես չեմ սովորել գրել էլի, Ահա։ ձեզնից շատ հրում, բասմախի չեք դարգում, ասում եմ արդեն շատ հայտնի եմ, հիմա ոնց որ ես երբ որ սկսել եմ խաղալը, սկզբից այդ առաջի տարիները շախմատ այդքան չեմ սիրել, ճիշտ ասեմ էլի, ոնց որ հա դե ծնողներս ասում էին խաղա, ես խաղում էի, լավ էի խաղում, բայց դե ես մի քիչ շատ հետաքրքրություններ ունեի, էլի, սպորտից, ամեն ինչից, բան, խաղում էի։ Հետո բայց երբ որ դառա հայտնի, սկսեցի հաջողություններ հայտնելը, ունենալը, արդեն դրա վրա ոնց որ սիրարվում ես, էլի։ Հա։ Այդ ոնց որ սկսեցի էդի անել, իսկ հիմա չեմ պատկերացնում ես ոնց որ ուրիշ գործի մեջ ինչ կարողանայի։ Բայց ինքը մեկը քո համար աշխատանք է, չէ, ոչ թե հոբի։ Չէ, ամեն ինչ է։ Իմ հոբիներ շատ ունեմ, բայց հենց որ ասենք գիտեմ, որ ես հիմա մեկի հետ նստեմ, իմ կարծիքը կհայտնեմ, այս իմ գործի մեջ, ու ինքը կսկսի մտածել։ Ես կարամ իրան ասենք իմ կարծիքով իրա ոնց որ հայացքները ինչ որ փոխեմ։ Հա։ Իսկ դա քիչ արինեմ, էլի։ Դա շատ հաճելի է, որտեվ շատ է, չէ՞, մարդիկ գալիս են ինչ բանով, մի կարծիքով մեկի մասին։ Հա։ Ու իրանք ասում են, հա, դե Կարպովը սենց է, Կասպարովը սենց է, շախմատը սենց է պետք խաղալ, ու դու դրա մասին այդքան ես մտածել, այդքան ես այդ բանի մեջ եփվել, որ արդեն գիտես, որ հենց այդ տենց չի։ Ու այդ միշտ հաճելի է, էլի, որ կարողանես մարդկանց օգնես իրանք մտածեն, ոչ թե ասենք այդ կլիշեների մեջ մնան։ Վերնագրերով խոսան, էլի, խորանան։ Իսկ ինչ հոբիներ ունես։ Ու որ հոբին է քո կարծիքով օգնում, որ դու օրինակ ավելի լավ շախմատիստ լինես։ Ես երաժշտություն եմ շատ սիրում լսել, գիրք եմ շատ սիրում կարդալ, կինո եմ շատ սիրում նայել։ Արվեստի հետ ինչ որ կա, ես ոնց որ դրա մեջ շատ եմ խորացած։ Հա, իսկ ինչ երաժշտության ինչ ժանրեր ես սիրում։ Ամեն ինչ։ Շատ տենց շատ եմ խորացած, էլի։ Դասականի մեջ, ժողովրդականի մեջ։ Դե իմ կարծիքով երաժշտության այն ոնց են ասում, պիկը ժողովրդականն է։ Որովհետև ու տարբեր ազգերի, որովհետև այն երաժշտությունն է, որ չի ստեղծվել, որովհետև մենք ուզեցել ենք ինչ որ մեկին զարմացնել, կամ մեկին ասենք, չգիտեմ, մեր երաժշտությունը մատուցել, որ իրենց դուր գա։ Հա։ Եղել է ժողովրդի ձայնն։ Դաշտում գործ անելուց։ Հա։ Ու ինքը ոնց որ հենց քո ազգի ոնց որ դու զգում ես, էլի, որ այդ որ երկրից է գալիս։ Հա։ Տիկի Պավլևանյանն էր մեր մոտ դրա մասին խոսում, որ ասում է հետաքրքիր է, որ երգը լսես բառերից ու երաժշտության կառուցվածքից անգամ կարաս ասես, որ դարից է այդ գալիս։ Հա, իհարկե։ Ու ինչ աշխատանք են արել այդ երգը երգելուց, օրինակ, չգիտեմ, կարակ սարքելուց ինչ են երգել, հող վարելուց ինչ են երգել մարդիկ։ Ես տենց դասական եվրոպական երաժշտությունից եմ կարողանում ասեմ, որ դարի է։ Մոտավորապես որ ժամանակի է։ Միշտ կարամ հասկանամ, որ դպրոցն է։ Իսկ գրականությունը ինչ ես սիրում, ինչ ես կարծում։ Գրականությունը հիմա այս երրորդ բանն եմ կարդում, հատորը, այս 2 օր էջ մնացել, բանն է, Սանդրոն, Չեգեմցի Սանդրոն եմ կարդում, Իսկանդերը։ Այ հրաշք գիրք է։ Հա, լավն է։ Շատ։ Ոնց որ ես նոյեմբերանից եմ ամաս, փոքր գյուղից ենք Դովերից, ոնդեղի ասենք այդ մարդկանց այդ պատմությունները, բաները, այդ ոնց որ շատ հարազատ է էլի իմ համար։ Ու հիմա դա կարդում եմ, էսի ոնց որ Աբխազիայի գյուղերից այդ պատմությունները։ Ու սենց կարդում ես ոնց որ կամ, չգիտեմ, Երևանում տաքսի ես նստել, ինչ որ մի հատ գյուղից մարդ քեզ պատմում է, բացատրում է կյանքը ոնց է, կամ մեր գյուղերում ես ու մարդիկ ասենք ինչ որ կարծիքներ են հայտնում։ Այնտեղ մի հատ կարճ պատմություն պատմեմ, որ քեզ մի քիչ ինտրիգացնեմ։
Այս ասում է Լենինի Ստալինի մասին է էլի պատմում։ Դե իրանք աբխազ են, Ստալինին այդքան չեն սիրում։ Դա դե։ Ու տենց մոտեցում է էլի, ասում է Լենինի աղբերը գողական է եղել։ Ու ասենք գնացել է այնտեղ ցարի հետ ինչ որ կռիվ արել, հետո Լենինին տարել նստացրել են։ Բայց հետո ոնց որ Լենինը բանա ղեկավարել է, բան լավ ավտորիտետ ունեցող մարդ է եղել, հետո Ստալինն է եկել իրան թույնավորել է։ Բայց դե թույնավորելուց հետո ինքը մի հատ բան է գրել, ոնց որ ասել է որ դե աբխազներին պետքա բոլորին շատ հարգել։ Ու ասենք Այստեղ գյուղի խոսակցությունը շատ։ աբխազներին պետք է ասենք միշտ պահել, որ վերջին մարդկանց որակը քիչանա, աբխազների հետ խաղրես։ Որ ոնց որ էլի ժողովրդական բանը աճի էլի։ Ասում է դե Ստալինը քանի որ Լենինին չեն թաղել, մավզոլեում են դրել, դա ոնց որ պատիժ է Լենինին, որը ասենք Ստալինի դեմ է։ Դուրսեք է։ Ու ասենք ամեն երեկո բան քնելուց առաջ Ստալինը գնում է մի հատ մավզոլեում, ասում է, «Էս չես այդտեղը»։ Իրանց մոտիկացումով, քանի որ դե հողին մարմինը չեն տվել, դա ոնց որ Աստվածի դեմ բան է, էլի։ Պատժել են։ Հա։ Դες գիրք եմ կարդում, գրքեր շատ եմ սիրում, աբսուրդիստական գրքեր եմ շատ սիրում։ Հա։ Կաֆկային եմ շատ սիրում, Պլատոնովին եմ շատ սիրում։ Փիլիսոփայական Հեսեին, դες շատ եմ կարդում։ Բանին Պելևինի վերջի տենց մի 7 գիրքը կարդացի, հետաքրքիր բաներ ա գրում։ Ինչի մասին է, ասես ոչ մի բան չեմ կարդացել։ Պելևինը իր ոնց որ մոտեցումը նենց է, որ Ռուսաստանը ինքը Ռուսաստանին նայում է ոնց որ ասենք ինչ որ տենց հետամնաց գյուղի պես։ Բայց նույն ժամանակ սենց ուժեղ սենց իրանց մեջ ուժեղ խարակտերով մարդկանց էլի։ Հա։ Ու ոնց որ սենց ֆանտաստիկաներ ա գրում, ֆանտազիաներ ա գրում, հետաքրքիր գրող է։ Այս վերջի բաները ինքը ավելի շատ ոնց որ ինքը աշխարհին է նայում, քան թե ինչ որ սենց պատմություններ է էլի։ Մտածում եմ ոնց պետք է լինի կյանքը, երբ որ մարդիկ արդեն մարմին չունենան։ Լինեն ասենք ինքը ասում է բանկիր, գիտես խի բանկիր, որտեվ բանկի մեջ են պահել ուղեղը, մարմինը տակից սենց կվցն են էլ մի բանի հետ ու տարբեր ասենք թիրերի բանկեկ կա այնտեղ առաջի թիրի բանկա երկրորդ բաներն այլ այդ կաստաներն է հա էլի հա չէ շատ հետաքրքիր գրող է բայց դες շատ եմ կարդում գրքեր շատ եմ սիրում քո հարցազրույցներից մեկի մեջ նշեցիր որ բան է այդ абստրակտ մտածելակերպը օգնում է շախմատ խաղալու կամ այդ գրականություն կարդալը հենց դրան է օգնում, հա, երևի։ Չգիտեմ ինչին է օգնում։ Ուղղակի ես այդքան հետաքրքիր մարդ եմ։ Այսինքն տենց հատուկ չես կարդում, որ ինչ-որ մի բանի օգնի, այլ ուզում ես կարդաս, որտեվ ուզում ես կարդաս։ Հա, ընկերներս որ ասում են, «Այս գիրքը կարդա, քեզ կօգնի», այդ ժամանակ չեմ կարդում։ Ասեմ հիմա պետք է հատուկ կարդամ։ Հա։ Հաճույքի համար է էլի դա ավելի շատ։ Դե դա իրական փիլիսոփայություն է, սովորում ես։ Հա, միանշանակ։ Ու չնայած գրքեր կա կարդում ես այդ պայդրությամբ, որտեվ դա շատ հետաքրքիր է քեզ։ Այս տարիներ հետո այն ինչ որտեղ կարդացել ես պատահական ձևով գալիս քեզ օգնում այդ միտքը։ Հա, իհարկե։ Կարա չլինի։ Հա, չէ, դա հոգեբանական շատ բաներ կա, որ կարդացել եմ պայտակ, ասում եմ, հոպ, ես այն մասն է որ։ Հա, բայց բանը եկա որ ինքը ինտուիցիա ոնց որ այդ ուղեղիդ հետևում ինչ որ միտեղ մնում է, ու դու մոռանում ես որ այդ կարդացել ես, բայց ինչ որ միտեղ այդ ամեն ինչը դուրս է գալի, բայց դու չես հիշում որ դա ինչ որ միտեղ կարդացել ես։ Հա։ Օրինակ տես եղել է որ մարկանց մեղադրել են, որ ինչ որ միտքը ասել են այդ plagiarism-ը, այդ դու ինչ որ մեկից կոպիա ես արել, այդ մարդն է զարմանում, բայց ինքը կարող է 10 տարի առաջ դա կարդացել է ու մոռացել է, որ ինչ որ միտեղ կարդացել է, հետո ինչ որ մի ձև այդ միտքը իրան հետ է եկել։ Հետո վերջը մարդը իրանով ինչ է, մի 10% է էլի, օրիգինալ։ Ամեն ինչը առաջվա զորացներն է, մեկից եկած։ Դրա մեջ նրանից բան նեղվել է։ Հա, դա թես կա, չէ՞ որ ասում եմ մենք ոչ մի բան չենք ստեղծում, որ եղածներ տարբեր բաները նոր ձևով կպցնում ենք իրար։ Հա։ Բան ենք էլի,
large language model։ Հետո հա random բառեր են կցնում իրար մեկ լավ բան աստասում։ Իսկ այդ թեման քանի որ բացեցիր, այս LLM-ները, այս ChatGPT-ին կամ այդ մոդելները որ կան, իրանք տարբերվում են հին մոդելներից շախմատ խաղալու։ Մեր մոտ մենակ բաներն է, neural network-ներ են, որ շախմատին ժողացնում են։ Հա։ Հայերեն չգիտեմ ոնց ասել։ Նեյրոնային համակարգ, ցանցերի, նեյրոնային ցանցերը, ցանցերը։ ճիշտ է, հա։ Դրանց հաշվին այդքան ուժեղացել արդեն։ Էլ տեղ չկա աչելու։ Նոր մեթոդներ չեն կարողանում, ասենք, օրինեն։ Հետո խաղը նենց է, որ ոչ ոքի է խաղա։ Սովորական շախմատը ինչու ենք մենք իրանից ուզում մի քիչ փախնենք այդ ուրիշ շախմատ խաղանք։ Հա։ Եթե 2 ժամ տամ Grossmeister-ի, այդքան ուժեղ չէ։ Ինձ 2 ժամ, եթե ինքը ուզենա ոչ ոքի անի կանի։ Դրա համար շատ դժվար է այդ մարզաշարներում, ասենք, տենց դասական ռեյտինգը պահել, էլի, որովհետև պետքա քեզնից բարձր ռեյտինգովի խաղացողների հետ խաղաս, որ բարձրացնես։ Իսկ դրա համար են մարդիկ ուզում արագ խաղան, էլի։ Արագում հələ կարող ես տենց խափես մարդկանց։ Ժամանակը այդքան կարևոր չէ։ Կանեման երևի կարդացել ես։ Չէ։ Հրյա հայտնի Կանեման, հա, ես էլ ասում եմ գրքի անունն է Չէ, Կանեման։ բան գրքյանը բաններ են իր հայտնի գիրքը Think Fast and Slow։ Հա։ Այդ դրա մեջ է, չէ՞, խոսում այդ առաջի համակարգի System 1-ի ու System 2-ի։ Այո։ Արագությունների տակ տարբեր համակարգեր են աշխատում ու միտեղ եթե կարող է սա օրինակ System 2-ին դժվար է խփել, որտեղ ինքը ժամանակ ունի մտածելու։ Հա, իհարկե։ System 1-ի մեջ արդեն երևի կարճ ժամանակի մեջ Տաղանդ նամատնում, հա abstract մտածել նամատնում։ Այդ կարես արդեն։ ինչ հետաքրքիր է, էլի այդ ժամանակի սահմանափակումը ոնց է խաղը փոխում։ Հա։ Ուղեղը լրիվ ուրիշ ձև է սկսում աշխատել։ Հետո պայտակ դե բան է, էլի, հետաքրիր է, ոնց որ արդեն սովոր ես ինչ որ ժամին։ Ու մեկ էլ դու պետք է արագանաս, արդեն մի քիչ մարդկանց շատերը չեն դիմանում այդ ռիթմին, էլի։ Հա։ Տարիքով մարդիկ, ասենք իմ սերունդի ժողովուրդը արդեն չեն դիմանում, որովհետև փոխվել է, արագացել է։ Դու համարում ես տարիքով մարդը։ Դե շախմատում Շախմատում հա չի դա։ տենց է։ Հետաքրքիր է շատ։ Իսկ խաղի ժամանակ օրինակ հաշվել ես դու գլխի մեջ մի խաղի ժամանակ քանի հատ որոշում, քանի տարբեր կոմբինացիա ես մտածում։ Չէ, դա դժվար է։ Տենց նայած ոնց է։ Կարա ինքը լինի ոնց որ փոքր ծառ, չէ՞։ Հա։ Իսկ կարա ասենք ջունգլիներ լինի։ Ոնց որ մի քայլին, եթե չգիտեմ, 10 հատ պատասխան ունի, չես կարա դու հաշվես։ Իսկ եթե փոքրիկ ծառ է, 2-3-ով մինչև վերջ կարաս հաշվես, էլի։ Հա։ Իսկ մի քայլ անելուց մոտավորապես քանի քայլ են կողմես փորձում հասկանաս, ինչ կարա լինի։ Դե ոնց որ տրամաբանական բաները պետք է նայես, էլի։ Մեր մոտ brute force-ով է, էլի սա։ Հա։ Ուժով։ Չէ, ոնց որ պետքա մի հատ մարդ կար, որը այդ թեորիան ասեց, Բլումենֆելդեր ազգանունը, ու ինքը sense բան իսկ ճիշտ թեորիա է ասել։ Ասում է, երբ որ քայլ ես անում, մի մտածի, որ դու մենակ տրամաբանական բաները պետք է հաշվես։ Մի հատ հաշվի սկզբից իր կողմից որ քարը դնում է ոնց որ խփելու տակ։ Սկզբից դրանք։ Հետո զինվորի քայլերը նայի, հետո փոխանակելու քայլերը նայի, գոնե մի վարքյան դրանց վրա ծախսի։ Ոնց որ եթե ուզում ես ամեն ինչ տեսնես, էլի։ Հա։ Իսկ ճիշտ է որ վատ խաղացողների հետ ավելի դժվար է խաղալ, որտեղ անկանխատեսել են։ Չէ, եթե մեկը անկանխատեսելի է, դու լավ շախմատիստ ես, դա համար լավ նորություն է։ Բայց դե մեր մոտ երբ որ ոնց որ ավելի թույլի հետ ես խաղում, դու պետք է իրան հնարավորություն տաս սխալվելու։ Հա։ Ճիշտ քայլեր աներով չես կարող այն հաղթես։ Իրան պետք է sense ընտրություն, ու ինքը ոնց որ է դրա մեջ արդեն
խճղվի կորի էլի իր Հա։ միտքը։ Իսկ այս տարի մի հատ հետաքրքիր միջոցառում եք, չէ՞, անելու շախմատի հետ կապված, Հա։ կպատմես ինչ եք պլանավորում։ Հա, այդ ոնց որ փառատոն ենք անում հոկտեմբերի սկզբերին, մտածում ենք այս պահին հոկտեմբերի 3-ին 4-ին։ Ինքը շատ հավես բան ալնելու։ Ոնց որ փողոցի շախմատի փառատոն։ Հա։ Բակերում ա լինելու, ոնց որ տենց ընտրելու ենք 4 հատ բակ Երևանում։ Դե դրսից մարդիկ են շատերը գալու, որ ցույց տանք էլի իրանց որ շախմատը մեր մոտ այդ բիսեդկային մշակույթը տենց բան դրսերը չկա։ Ու տենց Այո, մենակ Նյու Յորքի բան, Central Park-ում։ բանը, չէ, մի րոպե, Նյու Յորքում որտեղ է։ Դա Washington-ն է։ Union Square, հա։ Հա, Union Square, հա։ Ու դա երկու օր ենք անելու, Անանդն է գալու, Պոլգարն է գալու։ Վաու։ Դա տենց լավ հավես բան ա լինելու։ Տենց մի 20 հոգի էլ, որոնք ասենք տենց տարբեր բակերից հաղթողներ են, 20 հոգի էլ մեր հետ մի ժամանակվա սեանս են խաղալու, տարբեր բաներ են տենց մեծ հիմնարկեր են ոնց որ այդ միանալու, աջակցելու, փորձում ենք ոնց որ այդ շախմատը վերադարձնենք էլի մշակույթը, հա, պետք է մեզ էլի, մեր մոտ միշտ եղել է, հիմա դրսից ավելի շատ բան կարամ անեմ։ Հա, հասկացա։ Իսկ ո՞նց է շախմատի ապագան Հայաստանում պատկերացնում։ Երիտասարդությունը պետք է ոնց որ աջակցենք երիտասարդությանը, ուժեղանան։ Խնդիրը ինչու՞մ է, երբ որ ոնց որ աջակցությունը քչացավ, քանի որ այնտեղ, չգիտեմ, սկսեցին ֆինանսավորումը կրճատվեց։ Բաներ մտավ էլի քաղաքականային թայֆաները իրար հետ որոշել էս իմնա այնա դրանից հետո ոնց որ մի քիչ մարդկանց ոնց որ մեսեջը էլի գնում էս բնակավարը մի քիչ շատ քաղաքականացած է ու այն բոլորը որոնք իրանց երեխեքին ոնց որ տանում են շախմատի ասցին լավ դե ուրիշ բանի տանենք էլի դրա համար ուզում եմ այդ ոգին որ շախմատը հայկական խաղ է դա վերադարձնեմ հետո գիտես ինչ մենք ախր Հայաստանի շախմատի այդ հաջողությունները թիմի այդ ունիկալ բան է էլի մենք դրա մի մասն ենք ասենք ես Գաբին Սարգսյան Հովան Հակոբյան մենք այդ ներսից տես չենք զգում բայց հիմա ժամանակը անցել է տարիները անցել է այդ պատմական մի բան է որը ասենք ոնց որ ձեր գործները անում եք բայց տես չեք զգում ինչ եք անում հա նկատի ունեմ որ պատմական մի բան է Հայաստանի պատմության մեջ ու աշխարհի պատմության մեջ որովհետև չի եղել տես բան որ ասենք ինչ որ փոքր տես երկիր անընդմեջ չեմպիոն դառնա անընդմեջ ասենք գա ասենք չգիտեմ Ռուսաստան Չինաստանին Հնդկաստանին նեղացնի հարուշի տեղը գրավի գնա բավար Թուրքիայում հաղթեցիք այդ ինչ էր կատարում հա այդ հրաշքեր է իսկականից այդ օրը տենց ուրախ չեմ եղել երևի թե մենակ երբ որ աղջիկս ծնվեց տենց ուրախ է այդ օրը ես կարող եմ ասեմ միլիոնավոր հայեր տենց կարող ուրախ չէին շատ ուժեղ օր էր այդ օրը պատմական էր իրոք ու երբ որ բանը տենց ինձ հետաքրքիր քո մասին նաև ինչ են խոսում միջազգային տարբեր մեդիայում YouTube ալիքներում շախմատի մասին բոլոր ալիքները որ ես այն դեպս մինչև մեր ոդքասթը նայեցի բոլոր այն ֆակտը որ Հայաստանը անընդմեջ մի քանի անգամ հաղթել է նման գերտերություններին բոլորը ասում են որ ֆենոմենալ է եղել հա պատմական է եղել իրոք դե եթե ֆենոմենալ չլիներ մեր թիմը չէին համարի դարվա թիմ ֆիդեն էլի իսկ ֆենոմենը ո՞րն էր այդ թիմի հա ֆենոմենը այն էր որ մենք ոնց որ թիմում արդեն մեր մոտ չկար տենց մոտեցում էսի մերոնցական է մերոնցական չի թիմ էիք էլի որ ընկնում էր թիմ արդեն
լրիվ ուրիշ մոտեցում էր։ Ու տենց չկար որ մեկը նայի, այ ես լավ խաղամ, էնի վատ խաղա, մյուս օրը բանել լինի։ Ինձ ավելի շատ գնահատեն։ Հետո ես պրինցիպներ կար, որ քանի որ ես էի առաջատարը թիմի, ես հենց եկա այդ թիմ, ինձ հնարավորություն եղավ դրանք նենց արմապնդեի, որ ոչ մեկ չկարողանա դա փոխի։ Ես համակարգ ես կառուցել։ Հա, Արժե համակարգ։ հա, ես ասում էի, եթե մենք հաղթում ենք, չի կարող տենց լինի, որ ասենք ոնց որ պահեստական խաղացողը, Հա, Պահեստային խաղացողը, մեզնից քիչ ստանա։ Բոլորը ստանալու ենք նույն գումարները։ Լրիվ sense ախպերական թիմ։ Ճշտի վրա։ Ու դա շատ բան է մարդկանց վրա ազդում, որովհետև գիտես, պայթակ ինչ է անում, ասենք մեկը ոչ մի խաղ չի խաղացել, կողքից զանգում են, բան, խիպը ինքը sense այս բանից, նույն մենք ասում ենք, չէ, այտենց չի, մենք մի թիմ ենք։ Հետո մեր մոտ չի եղել կյանքում, որ թիմը ընտրվի։ Հենց դու սկսում ես Այդ ինչ է նշանակում։ Հենց դու սկսում ես թիմը ընտրելը, խնդիր է ալնում, այ էսի խաղա, այնի չխաղա, էսի լավ տղա է, այնի վատ տղա է, այնի չգիտեմ ով է։ Մեր մոտ եղել է հենց որ ես եկել եմ, մենք ոնց որ Գաբիի հետ Սարգսյան իր հետ տենց էինք ասել, որ տենց պետք է լինի։ 4-ը, 5-ը, այն ժամանակ 6 խաղացող էր։ 5-ը ռեյտինգով, 6-ը Հայաստանի չեմպիոն։ Ոչ մեկ հարցեր էլ չէր ունենում։ Ինձ խի ընտրեցին։ Զուտ մաթեմատիկա։ Հա, հա։ Այդ շատ կարևոր է, էլի։ Սպորտային մեր Apple TV-ով մի հատ սերիալ կա, տեսել ես Ted Lasso-ն։ Չէ, բայց լսել եմ շատ։ Մի հատ նայ է, տելա տենց։ Հավես է, չէ։ Հա, տենց բարի լավ արժեքների հիման վրա ինքը ուզում է ֆուտբոլի թիմ ստեղծի, որ պատմում էր բաներ կա, որ նման է, էլի։ Իրական հա, էլի ոնց ասեմ այդ արդարոց շատ մարդկանց մոտ ինչքան է մարդիկ հակառակին են հավատում, բայց իմ կարծիքով շատ մարդկանց մոտ այդ արդարացման զգացումը կա։ Ու երբ որ դու մարդկանց հանդեպ արդար ես լինում, մարդ դա գնահատում ու փորձում է պահի։ Հա։ Ու դա մարդկանց շատ է մոտիվացնում։ Հետո դե միայն դու հաջողության կարաս հասնես որպես թիմ։ Կարող է նաև որպես ազգ։ Երբ որ դու չես սկսում տայֆա խաղալը։ Հա։ Երբ որ դու ասում ես, այս մարդը էս գործը լավ է անում, հա, ինքը պետքա լինի այստեղ։ Այս մարդիկ իրար հետ պետքա աշխատեն։ Ինչ կապ ունի, ես չգիտեմ ով է, չգիտեմ ինչին է, հավատում։ Հա։ Ինչ ձևի մարդ է։ Կարևոր իր գործը իմանա։ Դա եթե կարող արդյունքին հասնելն է, հա, տենց։ Այդ դուրսը, դա շատ է էլի զարգացած։ Դա կարևոր է իմ կարծիքով։ Մենք այդ բանը ունենք էլի սովորելու որպես ազգ։ Հա։ Իսկ կամոնում ոնց է։ Դե թիմը էլի փորձում եմ այդ նույն պրինցիպներով, երբ որ լինում է, տենց անենք ու ստացվում է։ Հա։ Իսկ քեզ ոնց ընդունեցին, երբ որ գնացիր թիմ։ Լավ։ Դե որտեվ իմ թիմի անդամներից ոնց որ մեծամասնությունը իմ ընկերներն են։ Հա։ Ոնց է ժամանակին խաղացել, շփվել ես։ Հա, հետո տենց մարդկայինով մենք իրար ոնց որ հասկանում ենք, էլի։ Մեր մոտ ասենք երբ որ Հայաստանում երիտասարդ էի խաղում էի, այնտեղ տենց իրար հետ էինք ընկնում դուրսը։ Մի անգամից մտածում էի, արա, դե հիմա չգիտեմ, Գաբիի հետ եմ խաղում կամ չգիտեմ, Կարնի հետ եմ խաղում կամ ուրիշ մեր շախմատիստների։ Հիմա իրան որ խաղաս, հետո կրես կամ կրվես, մաման ինչ կմտածի, հիմա իրանց տուն ոնց եմ մտնելու կամ նոր տարան գնաս իրանց տուն մաման ասի սառը բլինչիկ դե մտնի։ Բանում տենց չի էլի դուրսը ես էլ դրան եմ միշտ այդ եմ սիրել խաղում ենք իրար հետ ախպեր ջան այսօր դու ես հաղթում վաղը ես եմ հաղթում խաղացա որի մեջ պետք է հաղթող լինի իսկ խաղից դուրս մարդկայինով եթե իրար սիրում ենք ընկերություն անենք դու բան
Սանտ Լուիսի իմ համար շատ հարազատ քաղաք է, ես այնտեղ մի տարի սովորել եմ։ Մենք բարձրաբան ընդհանուր ընկերներ ունենք։ Հա, Այդ բան արկամ եղել ես։ հա, իհարկե, հա, Ես ոնց է քաղաքը հավանում ես։ դե հայությունն էս լավն է անդեղի, ժողովուրդը նենց բարի են, բան է էլի, մեր հայերը որ շատ չեն ելնում, շատ ուժեղ սպայք է էլի, լոսում մարդիկ կրվում են, բան, իսկ այնտեղ բոլորը շատ միավորված են։ Ես հիշում եմ, որ Սանտ Լուիս գնացի 16 տարեկան էի ու այդտեղ չերեզներով ծանոթներ գտանք ու ժողովուրդը որ եկան դիմավորեցին ինձ ոնց որ ես իրանց փոքր աղբեր ելնեի այդ տենց ինձ ընդունեցին Մինչև հիմա էլ տենց է, միշտ հայեր գնում են այնտեղ երեխեք, սովորում են, միշտ էլ ասենք մեր հարազատներն են, գալիս են, մեր մոտ շատ են գալի բուժվելու իրականում։ Սենտ Լուիսը ոնց որ Ամերիկայի գլխավոր կենտրոններից է, բժշկությամբ։ Էլի գալիս են, մենք հենց իմանում ենք հայա գնում ենք, օգնում ենք։ Հետո ֆուտբոլ ենք խաղում ամեն ուրբաթ։ Իսկ այդտեղի ջազ բարերը եղել ես։ Հա, իհարկե։ Սանտ Լուիսը տենց հայտնի է երաժշտական։ Հա, մեր տան կողքն էլ այդտեղ կա, Անին էլ կինս այդտեղ մեկ երգում է։ Հա։ Տենց շատ ուժեղ բար է։ Ջազ։ Հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Իսկ այնտեղ ինչ որ մշակութային տարբերություններ զգացել ես, որ եթե օրինակ այդ փոփոխությունները մեր մոտ մտցնենք, կարող ավելի լավ արդյունքներ լինի։ Դե իմ կարծիքով դրսից մենք շատ բաներ ունենք սովորելու, մենք հայերևս։ Ոնց որ իրանց մոտ միշտ իրանց մշակույթը լավ գիտեն։ Հա։ Մեր մոտ դա մի քիչ հետ են գցել, էլի։ Իմ կարծիքով շատ կարևոր է։ Մենք ոգևորվում ենք ուրիշի մշակույթով, մեր էլ լավ չգիտենք։ Մեր ասենք երգիչներին, մեր նույն ժողովրդականը, չգիտեմ, մեր պոեզիան։ Ես դա շատ ուշ եմ ոնց որ սովորել, էլի։ Հա։ Իսկ Ամերիկայում այդ շատ է, էլի, մտած։ Մենք առաջինն ենք, մենք կարևոր ենք։ Մեր էս տեղն է կարևոր։ Հիմա Հայաստանում շատ մարդիկ դուրս են գնացել, չգիտեմ, Դուբայ, բայց չգիտեմ, մեր կողքերը չեն եղել, ասենք, մեր մարզերը։ Չեն տեսել ինչ սիրուն տեղեր ունենք։ Դե դուրսը քաշում է, էլի։ Չէ, դա էլ է կարևոր, բայց կարծում եմ այդ ներսի տուրիզմը կարևոր է էլի զարգացնելը, իմանալը, սիրելը։ Բանը օրինակ COVID դրա վրա շատ դրական ազդեց։ Հա։ Երբ որ COVID-ը եղավ ու ամեն ինչ փակվեց, մարդիկ սկսեցին Հայաստանի մեջ ճամփորդել ու նոր հետաքրքիր բիզնեսներ բացվեցին։ Իրականում ահագին մարդ արտասահմանից հետ է եկել ու տարբեր մարզերում հետաքրքիր բիզնեսներ ա դրել, հյուրատներ, ռեստորաններ ու սկսել է տուրիստական առումով մարզերը իրոք սկսել են լավ զարգանալ։ Ու COVID-ը երևի դրա առաջի պատճառներից էր, որտեղ մարդիկ սկսեցին երկրի ներսում ճամփորդել։ Հետո COVID-ը երևի միակ դրական կողմերից մեկն էր։ Դե շատ բաներ կար դրական։ Իհարկե շատ մարդ մահացավ ցավոք սրտի, բայց դրական էր, որ ասենք կարար շատ ավելի վատ լիներ։ Մարդիկ չհամախմբվեին։ Հա, կարար հաստատ։ Հիմա շատ հարցեր կա դրա հետ կապված, բայց դա ուրիշ թեմա է։ Մի հատ հետաքրքիր թեմա ալ կա, որ կուզեի քո հետ խոսալ, բան այդ պրոֆեսիոնալ շախմատում խաբեությունը, որ Հա, իրականում ասում են գրոսմաստերներ կան կամ թոփ խաղացողներ կան, որ խարդախությամբ են հասել։ դա դժվար է ասել։ Ես խարդախությունը միշտ էլ եղել է։ Հա։ Այն հին ժամանակից։ Ասենք ես էլ որ փոքր էի, կողքից չգիտեմ, մեկը գալիս էր բաներ հուշում։ Մարզիչ է, բանա, ասենք, այդ Վրաստանում, ասենք, դրա գլուխգործոցն է միշտ եղել։ Ինչ առումով։ Ինչ ձևով իշմարտ ասել, այնտեղ չգիտեմ, մատերի վրա քայլելով, բաներով, մեզ պատմել են, էլի մեր։ Իրեք քայլ արեց, ուրեմն ասած չէ։ Գործընկերները շատերը պատմել են, էլի ոնց է եղել։ Հա, ես այդ թեմով բանը վիդեոին եմ, ասում անգամ մարզիչներ կան, որ ասում են, եթե այնտեղ կանգնած են դահլիճում ու մարդիկ եկան դահլիճում, որ եկել են աջակցեն, իրականում մարդիկ են, որ
հետևում են խաղում, ասում են օրինակ եթե 2 քայլ անեմ, սենց կանես, եթե 5 Հմ։ քայլ հետ գնամ, սենց կանես։ Հա, բայց դրա դեմը ինչքան շատանում է, ասենք այդ ոնց որ տեխնոլոգիաները, քան հեշտ է առնել էլի։ Ուղղակի մի բան կա, որ այդ on-line-ը դժվար է։ Դրա դեմ չես կարող պաշտպանվել էլի։ Ասենք համակարգչով երբ որ խաղում են, Հա, իրանք իրանց ալգորիթմ ունեն, որ օգնում է։ դե այդտեղ, չգիտեմ, կողքից, չգիտեմ, մեկը մի ձևի կարող է էլի ցույց տա։ Հմ։ Ասի ոնց խաղաց բանես, նայում է, շատ դժվար է դրա դեմ առնելը։ Բայց խորացել ես օրինակ այդ հոգեբանության մեջ ինչ են մարդիկ տենց անում։ Օրինակ եթե օքեյ խարդախությամբ հաղթեցիր, բայց դու հո գիտես որ խարդախությամբ ես հաղթել, որ դու լավագույնը չես աշխարհում էլի։ Հա, բայց եթե ֆինանսական խնդիր ունես, ու ասենք, չգիտեմ, ինչ որ գյուղում նստած ես, չգիտեմ, Վենեսուելայի, Հա։ ու իմանում ես, որ խարդախություն անես, չգիտեմ, ամսական կունենաս $2000, կլնես, ասենք, ձեր գյուղի գլխավոր ազնվական։ Գյուղի հերոսը։ Հա, էլի, կարաս տես բան անես, էլի։ Հա։ Շատը գալիս է դրանից, որ դժվար է շատ բռնել իրենց։ Ու հետո շատ բան կորցնելու չունեն։ Հա, ոչ ռեյտինգ ունեն համաշխարհային, ոչ։ Դե հա, վերցնենք, ասենք, քեզ բռնեցին խարդախություն, շատերին են բռնել։ Հա։ Բռնեցին, ինչ են ասում։ Վայ, դու էլ չես խաղալու։ Հա, չեմ խաղալ։ Ասենք 2 տարի քեզ զրկեցին։ Իրանք 2 տարուց էլի գալիս է նույն բանն անում։ Բայց արդեն, չգիտեմ, ավելի խելացի ձևով։ Ոչ չբռնվի։ Հմ։ Ասենք հիմնական ֆինանսն է, ոչ թե այդ Հա, հաղթելու գարդինյան, ոնց կարելի հայերեն ասել։ հպարտություն։ Հպարտությունը, հա։ Հմ։ Ինձ միշտ թվացել է որ տենց եթե դու քո մեջ գիտես որ խարդախություն ես արել, երբեք չես կարելի վայելես այդ հաղթանակը։ Հա, բայց ինչքան մարդիկ են խարդախություն անում սովորական կյանքում։ Շոտ։ Հա, չգիտեմ։ Իրար խափում, իրար գցում։ Տեկերներից մեկն է ասում, դե իրանք հանգիստ չեն քնի, ասում է շատ է հանգիստ են քնում։ Լավ է քնում են։ Հա, չէ, դե Ասես բացում են մի հատ բանկի իրանց մնացորդն են նայում ու լավ քնում են։ ուղղակի դու քեզ չես կարող ուղղակի բան անես, էլի փոխես։ Եթե դու տենց բանից նեղվում ես, կամ ես ասենք իմ մեջ ես ոնց որ պրինցիպ ունեմ, որ կյանքում ոչ մեկին չեմ նեղացրել։ Հա։ Հա, եղել է մեկ, ասենք ինձ նեղացել է ինձ չիմանալով կամ ինչ որ ինֆորմացիա է տեսել առանց ստուգելու հավատացել եմ մեկին։ Բայց կյանքում այդ իմ համար շատ կարևոր է, էլի, ոնց որ այդ կարմայի բանը։ Հա։ Մարդը կա ասում է բռնվեմ, չեմ բռնվի։ Հա։ Շատերն են էլի։ Մեծամասնությունը տենց է։ Կարծիքով։ Այդպես մի հատ բան կա, չէ՞, այդ չինական ասացվածք է, որ այդպես ազնվականը գնում է, որ դրակոնին սպանի, որ ջուրը փակել է։ Հա։ Հասկանում այդ ինչ ուժ է, ինքնա դրակոնը դառնում էլի։ Այդ բանը գրած չի մի րոպե։ Բանն է գրել։ Շվարցն է գրել։ Այդ թատերական բան է։ Շվարցի գրած։ Ինչ որ միտեղ լսել եմ, բայց չգիտեմ Հա։ որտեղ եմ լսել։ Այդ չինական բանը դες լավ բան կա, ասում է, մեկը գալիս է դասատուին, ասում է սենսեին էլի։ Բա ես էս մարդում ատում եմ էլի։ Ուզում եմ մորս ոնց որ հանեմ։ Ասում է, եթե ուզում ես մորդ հանես, 2 հատ ֆոսֆորի, 2 հատ գերեզման։ Քո ու իր համար։ Իսկ եթե իրականում ուզում ես, ասենք մորդ հանես, քո հաջողությունը դառնալու այդ մոր հանելը։ Ես էլ այդ միշտ տենց եմ կյանքին մոտիկացել։ Դա քո գործով զբաղվի հաջողության հասի, այն չար մարդն էլ, այն վատ մարդն էլ իր համար ամեն օր ինքը տեսնելու է քեզ ժպտալուց հաջողության հասնելուց։ Վաո։ Հա, երևի ամենաճիշտ ստրատեգիան է դա։ Հմ։ Դու քո գործով փորձես լավագույնը դառնաս։ Հա, կողքից ամեն ինչ կարան ասեն, բայց դու քո մեջ եթե գիտես, դու ինչ ձևի մարդ ես, քեզ ոչ մեկ չի կարա, ասենք ինչ որ քո մեջ փոխի էլի, քո ներքին հարգանքը։ Հա։ Ու արժե համակարգ։ Հմ։ Ու հետաքրքիր է, որ երբ որ դու սկսում ես իրոք դժվար բաներ անես,
փորձես ինչ-որ բան լավը դառնաս, ինչ-որ պրոյեկտ ստեղծես, բիզնես ստեղծես, երկ գրես։ Դու հասկանում ես ինչքան դժվար է այդ ամեն ինչ անել, անկախ քեզանից դու չես կարող հեյթեր լինես, էլի։ Հա, Չուզող լինես, որտեվ դու տեսնում ես, որ այդ շատ բարդ է, ինչ որ մեկը որ դա արել է, այդ մենակ հարգանքի արժանի է։ իհարկե։ Անկամ եթե ինքը կոմերցակիցն է։ Հա, դե ես այդ միշտ զգացել եմ, ասենք արվեստի մեջ։ Հա։ Ես չեմ տեսել մի հատ կրիտիկ, որը ասենք ինչ որ մի բան ստեղծել է։ Չի լինում էլի կրիտիկը մի բան ստեղծի։ Հա։ Շատ քիչ է տենց լինում։ Ասենք չես տեսնի մի, ասենք, չգիտեմ, բեմադրողը ասի են մի բեմադրողը էշի մեկն է։ Հազվադեպ է Հա։ բաներ լինում։ Կամ շատ ալնում, չէ, մեկը շատ հաջողակ մարդ է, ազատություն է ստանում ու սկսում է, ասենք, ինչ որ ուրիշ ձևի արվեստը արտահայտել։ Ու սա ասում են, այս ինչ է, ահա որ բան է։ Բայց եթե դու այդ մարդուն հարգում ես, փորձում ես իրան հասկանաս։ Տենց Լուրիդը մի հատ տենց ալբոմ ունի, էլի Բերլին։ Իր լավագույն գործն է իրեցը։ Այն ժամանակ երբ որ դուս է եկել այդ գործը, սա ասել են, ինչ է, ոնց կարելի է ասենց էշություն անել, էլի։ Անցել է 20 տարի, բոլորը հասկացել են, ասենք, որ այդ մարդը ինչ է ուզեցել ասի, էլի։ Հա։ Կտենց մինչև հիմա էլ շատ է ալնում, ասենք, մի երաժշտություն ես ասում, կամ կինո ես նայում, ասում ես, որ ինչ հանճարություն է, տենում ես վերջին քրիտիկները, չգիտեմ, 20% են դրան։ Հա, IMDb-ում ռեյտինգը 3 է։ Բայց նայում ես դու այդ գալիս ու չես հասկանում։ Չէ, հասկանում ես, կարող է ինքը մի քիչ, ասենք, շատ անտիկվար է մարդկանց համար, շատ տարօրինակ է։ Դե հա, օրինակ, հետաքրքիր օրինակ խմբեր կան կամ երաժիշտներ կան, որ չգիտեմ 20-30 տարվա կարիերա են ունեցել ու դու կախված քո կյանքի որ փուլում ես իրանց առաջի անգամ լսել, դրանից շատ կապ ունի թե քո համար իրանց օրինակ որ երաժշտությունն է կամ ալբոմներն է կարևոր է։ Օրինակ, չգիտեմ, ավելի փոքր տարիքով ընկերներ ունեմ, որ նույն օրինակ Coldplay կամ Linkin Park-ի վերջի ալբոմները իրանք ավելի շատ են սիրում, որտեղ իրանք թինեյջեր էին, որ այդ ալբոմները դուրս եկավ, բայց ես օրինակ ավելի շատ սիրում եմ առաջի 1-2 ալբոմները, որտեղ այդ իմ համար էր առաջինը, չգիտեմ, ու շատերը ասում են, հա, այդ գործերը լավ չէ, բայց լիքը մարդիկ էմոցիոնալ կապ ունես իր հետ, իհարկե, քո համար է կարևոր է։ Հետո որպես օրենք այդ նույն արվեստը նույնն է, չէ՞, ոնց որ մեկը շատ հաջողակ է, շատ լավ բաներ է անում, բայց իր ռեյտինգները ոնց որ իջնում է, որովհետև մարդիկ այդքան սովորեն, որ ինքը այդքան լավն է։ Հա։ Եթե ինքը ուրիշ մեկը այդ գործը աներ, սա ասեն էս ինչ հանճարություն է, Հա։ չէ՞։ Բայց արդեն իր ահա որ բարձր հաջողություններին սովորեն։ Շախմատում էլ է տեն շատ է։ Հա, դե պարզա չեմպիոնա պետք է հաղթի, բայց Հա, չէ պատկերացնում որ Մագնուսի հաջողությունները մարդիկ սենց նայում են, սովորական բան է դարել։ Իսկ շախմատից բացի ուրիշ ինչ-որ ոլորտներում քեզ փորձել ես։ Դե որ դպրոց չեմ գնացել նորմալ, որտեղ փորձեի։ Բայց շատ ես սենց միշտ բան եմ, էլի, սենց որ մի բանով զբաղվեմ, միշտ փորձում եմ լավ անեմ, միշտ փորձում եմ հավեսը խաղամ։ Ասենք սպորտը շատ եմ սիրում, բասկետբոլ շատ եմ սիրում խաղալը։ Հա։ Չգիտեմ, ամեն ինչը, խաղեր տարբեր։ Հա։ Շատ եմ սիրում, էլի մտածելու բաներ։ Իսկ այն մարդիկ, օրինակ, ինձ շատ հետաքրքիր է դու դրա մասին մտածել ես, թե չէ, օրինակ, այն մարդիկ, որ մեզ հիմա լսում են, ու չգիտեմ, քեզնից ոգի շնչվում են, օրինակ են վերցնում, ու ուզում են այն ինչ որ իրանք անեն, դրա մեջ քո նման իրոք լավագույններից մեկը դառնան կամ լավագույնը, ինչ խորհուրդ կտաս, ինչի վրա շուտարություն դարձնեն, ինչն է կարևոր շատ, որ առանց դրա անհնար է, բայց դա նաև բարձր չի երաշխավորվում, որ տենց կլինի, էլի։ Դե իմ կարծիքով կարևորը դու հասկանաս քո նպատակը, կարևորը դու հասկանաս քո նպատակին ինչքան ժամանակ ես կարող ոնց որ հատկացնես, հա։ Հետո հասկանաս, ասենք, մի քիչ հաշվես, փորձես կողքից նայես, էլի։ Ասենք, չգիտեմ, շատ ալնում մարդիկ են ինձ գալիս են, ասենք, ես 17 տարեկան եմ, սկզբնակ շախմատիստ եմ, շատ եմ ուզում ձեր պես դառնամ։ Ասում, հա, ցավոտ տանեմ։
աչքիս վրա, բայց դժվար է արդեն շատ էլի, Հա։ որտեվ քո սովորելու տարիքը, դա չգիտեմ, մինչև 15-16 տարեկան ես էլի սովորում։ Դժվար է էլի հետո։ Կարծիքով դա է կարևոր։ Ու եթե ինչ որ մի բանով ես զբաղվում, կարևոր է ասենք այդ քո ներքին ոգևորությունը լինի, քո երազանքը էլի։ Հա։ Որտեվ առանց երազելու մի բանի մասին շատ դժվար է հաջողության հասնել։ Փոքրուց որ մամաս ինձ տանում էր շախմատի, միշտ ասում էր դե դու լավագույնն ես։ Կյանքում տես միտք ասկի իմ ուղեղում միտք չի եղել, որ ես ասենք ուրիշներից ուժեղ չեմ։ Այդ ոգևորությունը միշտ եղել է, էլի։ Հա։ Կարող ասենք, չգիտեմ, մասիվից 7-րդ մասիվից քայլելով գնում ենք մինչև շախմատի կենտրոն։ Ու այնտեղ քաղաքի տղեկը բան, այնտեղ չգիտեմ, Mercedes-ներով, բաներով, բայց կյանքում տենց բան չի եղել, որ մամաս ինչ որ մեկին ոնց է նախանձեր։ Ու իմ մոտ կյանքում չի եղել, որ մեկին նախանձեմ, որովհետև այդ փոքրուց մեր մոտ մտածա եղել, հա, դե դու տաղանդավոր ես, հանճար ես ու հաջողության ես հասնելու անպայման։ Իսկ այդ շատ կարևոր է, էլի, որ դու քո ճանապարհին ես նայում, ոչ թե կողքինի ճանապարհին։ Հա։ Թե չէ բոլորս է սովորական մարդ են։ Մարդիկ միշտ մտածում են, չէ, էս հա հասա, որովհետև ինքը չգիտեմ, էս ահա, չգիտեմ, սա է արե, չգիտեմ, բողկակեր է ինչ որ։ Դա եթե ինչ-որ հատուկ բողկա ասա, մենք ուտենք։ Հատուկ բողկակեր է դրա համար լավ է խաղում։ Դες բան չկա։ Բոլորս են սա կախված է, ասենք քո ներքին համոզմունքից ու քո մոտիկների ոնց որ ուժ են որ քեզ տալիս էլի, սեր են տալիս, ուժ են տալիս։ Դա է իցը։ Գախտնիկա։ Իսկ քեզ ի՞նչն է ոգևորում։ Ընտանիքս, հարազատներս, իրանց գիտեմ որ լավ են իրանք, լավ են ապրում։ Ընկերներս, այն մարդիկ որոնց մեջ ես զգում եմ որ ես իրանց մեջ ոնց որ լավ բան եմ իրանց փոխանցում էլի։ Լավ էներգիա եմ փոխանցում։ Ես դրանից ոգևորվում եմ, որ կարողանում եմ մեկին օգտակար լինեմ։ Խորհրդով կամ ինչ որ տենց ոգևորումով։ Իսկ մի բան որ կուզեր բոլորը քո մասին, չգիտեմ, հասկանային կամ մի միտք որ կուզեր բոլորը անցալեին, դες բան կա։ Դե չէ։ Ես գիտես, նենց մարդ եմ, որ թաքցնող մարդ չեմ էլի։ Հա։ Որ ինչ որ այ խորքումս, չգիտեմ, ինչ կա, ես չեմ կարողացել տենց անեմ։ Միշտ փորձել եմ բաց լինես։ Հա։ Հա, դե մարդիկ դրա համար շատերը ինձ որպես կլոուն են ընդունում, բայց ես կլոուններին շատ եմ սիրում։ Բայց խեն տենց։ Չէ, մոտիկներս, որտեղ ես շատ ջրիկ եմ էլի պայթ։ Հա։ Դրանից կյանքում չեմ ամաչել։ Ուրախ եմ, ուրախորով մարդը պետք է կարողանա էլի ինքը իրան ոնց որ թեթևելն էլի։ Հա, հա։ Որտեվ կյանքում շատ դժվարություններ կա։ Եթե դրանց մասին շատ տես խորանաս, հա, էլի դժվար է ապրել։ Կա թեթև ապրես, ուրախանաս, որ առողջ ես, ուրախանաս նրանով, որ ինչ որ կա կյանքում։ Լեոն ջան, շատ շնորհակալություն։ Շատ ուրախ ու հպարտ եմ, որ դու եկար մեր տաղավար, մեր ստուդիա ու քո մտքերով տեսվեցիր։ Ունավ շնորհակալություն, որ միլիոնավոր մարդկանց շարունակում ես ոգևորես քո օրինակով։ Շնորհակալ եմ շատ։